Այսօրվա հոլովակը սկսում եմ այս գեղեցիկ տեսարանով, սիրելիներս։ Բարի երեկո բոլորին։ Երեկո եմ ասում, որովհետև արդեն ժամը 6-ն է ուղիղ, սիրելի հետևորդներ ջան։ Սկսում եմ նոր տեսանյութ մեր այգուց, մեր հողամասից։ Ճիշտ լսեցիք, Ռազոնն է քաղում գարուշիկս, թորնիկս։ Ռազոնակ ասիլ կայով, մենք էլ պատրաստվում ենք այգու բերքը հավաքել։ Տեսնենք որտեղից ենք սկսում և որտեղ ենք հանդիպում։ Ցանկացա, որ ձեզ ցույց տամ այս գեղեցիկ ցինյաներս, ինձ հետ միասին մի փոքր վայելեք, նոր անցնենք գործի, սիրելիներս։ Ինչ ես անում, Գարուշիկ ջան, ինչ պատահեց։ Նայում եմ յուղը, որովհետև մեկ ձենահանում, մեկ չի անում, որ ձենահանում կարող է չէ դրանից։ Հիմա նայում ենք հեսա, շուկո մաքսիմում մեկի է մինիմումն է։ Կարելի է մի քիչ դալի տանել յուղը, որ մաքսիմումը։ Հիմնական կոնտրոլն նայում ենք։ Կարելի է շելը։ Ավելացնում ես յուղ։ Հա։ Էլ ունես քաղելու խոտ։ Հա։ Հիմա ինչա, մաշինատ խոտ ես տալի։ Ոչ եմ քաղեմ։ Ապրիմ օգնական տղամ։ Քո գործն էլ այսօր խոտ քաղելն է։ Այո։ Ինչ պետք է անես։ Բարև ձեզ։ Սիրելիներս, այսօր այս երեկոյան ժամին մեր այգում բերքա հավաք է։ Հիմա տեսնենք որտեղից ենք սկսում բերքա հավաքել, ինչ ենք հավաքում սկզբից։ Ես ման գալով գնում եմ, ձեզ ցույց տալով, ձեզ էլ ինձ հետ տանում եմ սիրով։ Գնացինք միասին։ Այ սենց վիճակ ա լոբին, սիրելի հետևորդներ ջան։ Լրիվ գետնին հավասարեցրեց, լրիվ, այս քամին ու անձրևը ջարդ ու փշուր արեց, դե ոչինչ, ինչ անենք, կարևորը, որ մեզ վնաս չի հատվել, մենք ողջ և առողջ ենք։ Սոխերն էլ արդեն հասունացել են, բայց դեռ շուտ է, սիրելիներս, պետք է լրիվ չորանա, նոր հանենք գլուխները, Ռեհանը նորից քաղելու է, դե այս ծառը, որ չորացել է, սա է, լավ հարթամացավ Ռեհանը, հեսա լոբին քաղի վերջացնի, դեղին ծիծակ բիբարներն է պիտի հավաքենք։ Լոբին հավաքեց վերջացրեց, Մանիկ էլ ահագին լոբի եղավ, բայց տակի մասը չկարողացավ հավաքել, որտև շատ ծանր է, ինչքան հնարավոր էր հավաքեց, վերջում ցույց կտամ բերքը։ Հիմա արդեն վարունգներն է հավաքում, ամեն օր հավաքում ենք, չենք թողնում, որ շատ մեծանա։ Հավաքածն էլ թռչում եմ, սիրելիներս։ Հիմա հավաքեց, վաղ առավոտը արդեն 4 ժամ կթռչեմ ջրի մեջ, հետո կպատրաստեմ։ Օրը 4 բան կա, 5 բան կա, 3 բան կա, պատրաստում ենք։ Սկսում եմ Անիկը քաղել դեղին ծիծակները, սիրելի հետևորդներ ջան, որ աղաջրով պատրաստեմ, կպատրաստեմ և սիրով ցույց կտամ, միասին ենք պատրաստելու։ Լավ մեծերը քաղեն, հասունացածները։
Այս տարի բիբարի քանակն էլ շատ է։ Բադրջան, հա? Հա, շատ է, բիբարն էլ շատ է։ Ծիծակը մանավանդ քաղցրը քիչ եղավ, բայց ծիծակը շատ։ Ոչինչ, համ աղաջրով եմ սարքելու, համ էլ սիրելիներս բուսայուղով, ձեթով, սխտորով, կանաչիներով կտապակեմ, լցնեմ տարաների մեջ, բանկաների մեջ ձմռան համար։ Մի քիչ էլ կպատրաստեմ, ձեռի դեմ կդնենք կաթսայի մեջ ուտելու համար։ Ամեն ինչ կարող ենք պատրաստել։ Կարևորը ունենք, կարևորը կա, քաղենք, պատրաստենք։ Այս բերք ու բարիքին մի ամիս մնացել երեխեք ջան։ Մի ամսից արդեն էլ ինչ։ Մի ամսից տեղ արդեն աշուն է, օգոստոսն էլ հանենք էլ ինչ։ Բերք ու բարիքը արդեն փչանում է, սևանում է, որովհետև խոնավությունը շատ է, տումանը տալիս է, շուտ փչանում է բանջարեղենը։ Լավ լցած է, չէ՞, ճուտ։ Այս տարի շատ բիբարներ կա։ Տեսնում եք, ամեն մի բույսի վրա, քյոլի վրա մի 10-ից 15 հատ կախվել են։ Ծանրությունից թեքվել են բիբարները։ Սիրելի հետևորդներ ջան, ինչքան լինի այսօրվա քաղածը աղաջրով եմ պատրաստելու։ Մի անգամ էլ մի պարտիա ոնց որ ասած, բուսայուղով կպատրաստեմ, ախորժակ կպատրաստեմ, ինչ էլ որ պատրաստում ենք, բիբարը պետք է անպայման։ Ամեն ինչ էլ կարող ենք պատրաստել բիբարից։ Թեթև կծվություն ունի, նենց հավեսով կծու է էլի, այնպես չի որ քաղցր ոնց որ խոտը լինի։ Չէ, լավ թեթև կծու, համեղ մսոտ ծիծակներ են։ Մեր հայկական դեղին ծիծակն է և հայկական կոտոշ բիբարն է։ Կոտոշը շատ կծու է կանաչը, բայց այս մի քիչ նենց հավեսին կծու է։ Քաղելով չի վերջանում բիբարները։ 3 հատ տենց մեծ մարգ է բիբարը, բայց քաղցրը մարգ է և շատ երևի սերմերն ենք էլի, մոռացել ենք քաղցրը քիչ ենք ցանել, կծուն ենք շատ ցանել, շփոթվել ենք, ոչ թե մոռացել ենք, սիրելի հետևորդներ ջան։ Արդեն համարյա այդ մեծ վեդրոն, սա մեծ դույլ է, լցվավ։ Հələ էլը կքաղի։ Ընտիր հավեսին բիբարները, ապրես մանիկ ջան, չարչարանքդ ապաշխարանք, տեսնում ես, ինչ լավ բիբարներ են, ապրես, օրհնվես, ծլես, ծաղկես, մեջը նստես, հաջողություն ունենաս, ամենակարևորը առողջություն ունենաս, երեխեքիդ գլխից անպակաս ըլես, տղայից կողքից անպակաս ըլեք, ապրեք միասին 100 տարի, մեր մեծերն էին ասում սիմոնածեր լինեք, այ տենց միասին սիմոնածեր լինեք։ Հիմա հավաքի, տեսնենք ընդհանուրը ինչքան հավաքեց։ Հələ շատ կհավաքի, ոնց տեսնում եմ, հələ ահագին էլ կա հավաքել, հələ 1/4 մասն է հավաքել։ Մոտիկ չլինեիք սիրելիներս, ամեն մեկիդ բաժանեի, տայի, խորովեինք, նստեինք մսով խորովածի հետ, բիբար, բադրջան, պամիդոր խորովեինք, մի անուշ քեֆ անեինք, ասեինք, խոսայինք, մեր հին ու նոր օրերը պատմեինք իրար, սիրելիներս, բոլորս էլ համարյա հասակակիցներ ենք, մի քիչ էլ մենք հիշեինք, ուրախանայինք էլի,
որ նստում ենք, չէ, տենց մեծերով միասին հիշողություններ ենք ունենում, ավելի հետաքրքիր է լինում։ Բոլորիդ էլ լավն ու բարին եմ ցանկանում, բոլորիդ էլ ցանկանում եմ առողջ լինեք, ուրախ լինեք, աշխարհն էլ խաղաղ լինի, որ ապրենք խաղաղ, առողջ, ուրախ մեր ընտանիքի, մեր թոռների, զավակների հետ միասին։ Հələ ինչ ընտիր դեղին ծիծաղներ են, հետևորդներ ջան, իսկական աղաջրով բռնելու մարինատ անելու ծիծաղներ, մարինատ չէ, աղաջրով եկե բռնեմ։ Սիրելի հետևորդներ ջան, երկրորդ Vedrun haberim ծիծաղ բիբարի։ Vedron բերեց, տեսեք, ինչքան հավաքել է, հələ էլը կա հավաքելու։ Մի vedro էլ կլինի հələ։ Շատ հələ, հանգստացի, լավ, հետո կգնաս։ Գնաց հավաքելու, սիրելի հետևորդներ ջան։ Ինչա, vedron լցվավ արդեն, էս է երրորդն է բերում ես։ Հələ տեսեք ինչ բերք ու բարիք է, ապրեք դուք, ուժ ու եռանդ ձեզ, հələ ստեղ նայեք, սիրելիներս, իսկական վաճառելու բիբար է, ով է ցանկանում։ Բոլորիդ առանց փողի, սիրելիներս, համեցեք, օգտվեք։ Բոլոր իմս էլ վերջի vedron բերեց։ Էլը կա։ Ինձ թվում է հերիք չի էս մի անգամվա համար, թե լրիվ հավաքենք։ Էլ ինչքան կլինի։ Ճիշտ է ասում, այս մեկը սիրելի հետևորդներ ջան, տեսեք ինչքան տղտեղ հավաքեցինք, լոբի հավաքեցինք, վարունգ կա, հիմա լոբիին պետք է ուղիղները դասավորեմ մարինատի համար, վարունգը մարինատի համար, սրանք պետք է թողնենք թոռոմի, որ սարքեմ, հիմա սիրելիներս, կհանդիպենք, ձեզ ասեմ կհանդիպենք, տեսնենք ինչ ենք անում, ոնց ենք դասավորում։ Հետևորդներ ջան, այծյալը բալկոնում փռել եմ, նորիկն էլ բոլոր բիբարները բերեց, լցրեց այծյալի վրա, մոտ 30-40 կիլո կլինի բիբարը, հիմա մի 2-3 օրից թոշնի, նոր արդեն հաջորդ քայլը ցույց կտամ, թե ոնց եմ աղաջրի մեջ պատրաստելու ծիծաղ դեղին բիբարները։ Այսենց լավ, բերքավաքի օր է սկսվել։ Բիբար, բադրջան, պամիդոր, քաղում ենք, որ խորոված անենք։ Կծուկը բերեմ, բայց քաղցրել երիք, հա։ Խորոված է անում որդիս, մի հատ սիրուն ծաղիկներս էլ ցույց տամ, անտարբեր չանցնեմ, այստեղ էլ իմ աստրաներն են արդեն ծաղկել։ Հələ տեսեք, հեսա մոտիկից էլ եմ ցույց տալու, թե ինչ աստրաներ են։ Աստրաներիա։ Հələ ինչ պղպեղներ են, հələ մեծությունը սիրելիներս։ Հետևորդներ ջան, այսօր հողամասում բերքահավաքից հետո նորիկը որոշեց մեզ հյուրասիրի խորոված անի մեզ համար։ Հիմա բանջարեղեններն է խորովում, ես էլ նստած սիրուն կմաքրեմ։ Կվերջացնի նոր միսը կանի։ Աստղաները ոնց են ծաղկել, սիրելի հետևորդներ ջան։ Ուղղակի հիացնում են իրենց ծաղկունքով։ Ճիշտ է, լրիվ չի ծաղկել, բայց արդեն ուզում է համատարած ծաղկել։ Հələ տեսեք։ Հələ ծաղիկները տեսեք։ Գիտեմ, որ դուք էլ եք սիրում մեր ծաղիկներով հիանալ, հիացեք սիրելիներս, հիացեք,
Հələ տեսեք ինչ կրակ է վառե ձեր ու իմ նոր այրը։ Խորը- Հարգելի մեր հետևող։ Ահա, համեցեք, ճիշտ է ասում։ Համեցեք սիրելիներս։ Հələ ծաղիկները տեսեք։ Էս էլ գեղեցկուհի Ցինյաները անձրևից սիրելի հետևորդներ ջան, փչանում են։ Շատ անձրև եկավ էս 2 օրվա մեջ։ Հա, էլի ամբողջ օրը անձրև։ Ամենահամովը այս բանջարեղենների խորովածն է, որը շատ եմ սիրում։ Դիբարները սա էլ Մարինկան ման եկար Մարինե ջան։ Բարևեց ու գնաց օգնելու մայրիկին։ Բիբարը խորովեց, վերջացրեց։ Հիմա ես էլ նստած կմաքրեմ։ Որ կրակի վրա խորովում ես, չէ, այնց լավ է մաքրվում, սիրելի հետևորդներ ջան։ Այս տոպրակն էլ դնեմ կողքս, որ մաքրածները լցնեմ մեջը։ Տեսեք, ածուխի տոպրակն է։ Հավեսին մաքրվում է, բայց գազի վրա, որ սետկա կա, չէ, հատուկ, Բիբար Բադրջան է նեփում, լավ չի ստացվում, լավ համով չի, այդ լավ եւ խորովում է, ավելի համեղ է դառնում։ Ընտիր Բիբարը։ Առաջ աղաջուր էին անում, չէ, ջրի մեջ աղ էին լցնում, մաքրում են։ Հիմա էլ կարան, գիտես Մարինե ջան, աղը որտե է, աղ բերել ենք, բեր մի քիչ լցնենք։ Որ ավելի հեշտ էր մաքրվում, ավելի մաքուր էր մաքրվում։ Մի փոքր լցրու։ Չկպնես այդ մեշոկին, ածուխի մեշոկը ջրի մեջ, մի փոքր, լցրու։ Լավ։ Այսինքն աղաջուր ենք լցնում, մաքրում ենք։ Գարուշիկս էլ Բադրջանն է նայում, խորովում է բանջարեղենները Գարուշիկը։ Խոզի մսով սալատ, բան կսարքենք։ Տապակա կանենք, Ազիզ ջան, տար, հերիք այդքան։ Կարտոշկայով ժարիտ կանենք։ Ահա։ Սիրելի հետևորդներ ջան, դրսի կերած հացը ավելի համեղ է, քան ներսում։ Բնության գրկում ենք։ Տեսարանը գեղեցիկ, ծաղիկները կա, կանանչը կա, ծառերը կա, այս էլ Բադրջանը բերել, պահ, հələ տեսեք ինչ Բադրջան է։ Ընտիր, թող մի քիչ սառի, նոր մաքրեմ, ձեռներս վառելով չմաքրեմ։ Արդեն պետք է խորովենք, սիրելիներս, դնենք սարդախցիկը։ Լավ մեծացել են, հասունացել են։ Այսօր հյուր պիտի ունենայինք, սիրելի հետևորդներ ջան։ Գիտեք ով էր գալու մեր տուն, որ գնացել էինք Լենինգրադ հարսանիքի, քեռուս հարսը։ Մոսկվա եկել է հարսանիքի, պետք է մեր տուն հյուր գար, այն էլ չստացվեց։ Մյուս անգամ մնաց։ Հարմար չէր, սիրելի հետևորդներ ջան։ Մյուս անգամ քեռուս տղայի հետ կգան, մի օր էլ կմնան, նոր կգնան, գիշերը պետք է վաղը գիշերը գնում է Լենինգրադ։ Իրենք Չիտայից են, Լենինգրադ էլ տուն ունեն, սիրելիներս։ Չիտայից եկել էր Մոսկվա հարսանիք, հիմա գնում է Լենինգրադ նորից հարսանիք, նոր գնալու է Չիտա։ Տեսնենք, միգուցե ասեց
քերուս տղայի հետ գան Մոսկվայով գնան չիտա, որ հանգարց գա կնկարվենք, վիդեո կտեղադրեմ, կտեսնեք սիրելիներս, ափսոսացի, որ չհաջողվեց, չէ, շաքարա ինչպես խոշորա, չէ, այ ասում եմ շաքարա կների, աղ, ասում տատի, շաքար չի, աղ, խոնավ է, կարող է սիրելիներս դրսում չնստենք, այնքան անձրև է, ոնց էլ անում ես առաջի հետ, ջրին մնում է այդ սևերը, հələ ինչ բիբար է սիրելիներս, ընտիր, բա մի կողմ դնեմ, հիմա կծուները, մաքրեմ, լցրուստ է Մարինե ջան, լավ, թո շատ էլի ջուրը կա մեկա, կծուներն է լավ, հասունացած, մսոտ բիբարներ են, իմ վերցրած սորտն է, մեր հայկական կոտոշն է, քանի տարի ես եմ վերցնում, սիրելի հետևորդներ ջան, նշան եմ անում ամեն մի քյոլից, այդ քյոլին ձեռ չենք տալիս, մնում է կարմրում է և սերմը վերցնում եմ, անցած տարի ձեզ ցույց տվեցի, այս տարի էլ եմ վերցնելու, դեղին ծիծակից, սրանից, քաղցրից, բոլոր տեսակներից էլ վերցնելի եմ, նորայրը չի հարցնում, սիրելիներս, աշխատանքից հոգնած եկել է, հիմա խորոված է պատրաստում, ուղղակի որ հյուրը չեկավ, ոչ ենք թողնելու, սիրելիներս, հողամաս, տուն, աշխատանք, բա ես մեկը Գարուշիկ ջան շատ է սեփել, վառվել է մի կողմը, ոչինչ, լավ, ինչնաբոլ բիբարը, նորից կխորովենք, ուղղակի թարմը միսը չթողեց մնար, շաբաթօրը անեինք, այս խորովածի հոտը այնքան եմ սիրում, սիրելի հետևորդներ ջան, որ սենց ծուխ է բարձրանում, չէ, շատ եմ սիրում, շատ ցեխ է, թե չէ ուզում եմ մի հատ մանգայի, ծառերն էլ սիրուն ցույց տայի, կմնա մի քիչ կչորանա, դուրս կգամ էքսկուրսիա ձեզ հետ միասին, ձեզ էլ սիրուն ցույց կտամ, այստեղ էլ մաքրեցի բադրջանը, կծու, քաղցր բիբարները, հիմա խորովածն էլ պատրաստ լինի, վերցնենք գնանք տուն, որովհետև մի տեսակ ամպերը արդեն հավաքվեցին, թե չէ դրսում կնստենք, դրսում ավելի լավ է հաց ուտելը, մաքուր օդ, բնության գրկում, ծաղիկների մոտ, այս աստղաներն էլ են ինձ շատ հմայում, ուրախ եմ աստղաներս, որ արդեն ծաղկել են, ափսոս անցած տարի շատ գունեղ էր աստղաներս, այս տարի 2-3 գույնն է ոնց որ, մեր բոլոր հետևորդներին հրավիրում ենք մեր այգի, մեր պարտեզ, համեցեք, անուշ, խորոված ուտելու համով, հոտով, մեր հայկական խորովածն է պատրաստել որդիս, համեցեք սիրելի հետևորդներ ջան, տանձը քամին, պոկե գցել էր, հələ տեսնենք, քալա, հասած չի, ես սիրում եմ մաքրած, մրգի մաքրածը, վարունգի մաքրածը, երևի քալ կլի, բայց ընտիր տանձ է, մեր ամառային գեղեցկուհու նման տանձ է, դեռ հասած չի,
Սիրելի հետևորդներ ջան, պատրաստ է հայկական համեղ խորովածը։ Բոլորիդ հրավիրում եմ, համեցեք միասին վայելելու։ Մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի հաճելի դիտում։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը։ Շնորհակալ եմ, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ այդքան դրական եք եւ բարի եք։ Մաղթում եմ ձեզ, եղեք առողջ եւ օրհնված։ Ձեզ հետ է ձեր շատ սիրելի Տիկին Մարինեի ընտանիքը։ Ստեսություն, մինչ նոր հանդիպում։ Մնացեք խաղաղությամբ։